բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք տաղավարի եթերին, հենց հիմա Մայրաթորում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց դրան զուգահեռ հազարավոր քաղաքացիներ, չնայած ոստիկանական խոչընդոտներին, ռեյդեր են իրականացնում ճանապարհներին, միևնույն է, շարժվում են դեպի Մայրաթոր, պաշտպանելու մեզ, մեր եկեղեցին, մեր գոյությունը, վաղ առավոտից ուժայինների տարբեր ջոկատներ ուղղակի ներխուժել էին Վեհարան, որպեսզի Միքայել Սրբազան, Միքայել Աջապահյանին տանեն, բերման ենթարկեն, բայց կանգնեց վեհապարը Միքայել Աջապահյանի կողքին եւ հավատավոր ժողովուրդն ու հոգեվորականները թույլ չտվեցին։ Ամեն անգամ ջոկատները փորձում են ներխուժել նորից Վեհարան, ժողովուրդը սրանց դուրս է շպրտում։ Եվ սրանց զուգահեռ մի քանի ժամ է Էջմիածնում չեն դադարում եկեղեցու ողажները հնչել, Գյումրիում եւս ողажները հնչում են, Երևանում եւս հիմա ես այս կադրը միացնեմ։ Բարև ձեզ։ Դուք պետք է հիշեք, որ վերջին տարիներին 4, 5, 6 տարի այսօրվա մասին ես եւ տարբեր հասարակական քաղաքական գործիչներ խոսել են, որ գալու է այն պահը, երբ եկեղեցին հնչեցնելու է զանգերը եւ ինքն էլ հենց առաջնորդելու է հայ ազգային ազատագրական պայքարը իդեմս հակահայկական հակաազգային այն բոլոր երևույթների, որոնք որ այսօր իդեմս այս գործող վարչախմբի իրենց գոյությունը դեռևս քաշ են տալիս եւ մի այսպիսի խոսք կա Ֆիրդուսի շահնամեից, որ շահին մորթում են կամ շահն է մորթում, հասավ այն պահը, ես այստեղ ուզում եմ ցիտել ազգային բարերար Սամվել Ալեքսանյանի խոսքը, որ եթե քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները ի զորու չեն այս խնդիրների լուծումները գտնելու, լուծման բանալիներ գտնելու, լուծման տարբերակներ գտնելու, ապա մենք կմիջամտենք այս խնդիրների լուծմանը։ Եվ մենք գիտենք, որ նա ոչ հրոսակապետ է, ոչ ավազակախմբի ղեկավար է, որ դա պետք է տեղի ունենար ինչ-որ հրանոթներով, թնդանոթներով, ատրճանակներով, այն պետք է տեղի ունենար բանակցություններով, այն պետք է տեղի ունենար խոսքով եւ ժողովրդական մոբիլիզացիայով անհրաժեշտության դեպքում, բայց հենց այդ խոսքի համար ձերբակալվեց, ազատազրկվեց այդ հայ մեծ բարերարը։ Հետախուզման մեջ է գտնվում հայ խաչակիրներ ազատագրական շարժում, ինչու ազատագրական, որովհետև մեզ հիմա ազատագրվել է պետք, Արտուր Ասատրյանը եւ տարբեր հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, ովքեր որ այս իշխանությունները վտանգ են տեսնում իրենց կողմից, նրանց բոլորին տարբեր ձևերով մեկուսացրել են կամ թույլ չեն տալիս մտնելու հանրապետություն։ Այսօր մենք երևի թե որոշ հասարակական կարծիք կա ձևավորված, որ զարմանում ենք, որ որևիցե ոստիկան, հատուկ ծառայությունների, հատուկ նշանակության զորքերի աշխատակից չբացեց իր դիմակը, նրանք բոլորը դիմակավորված էին, չգիտես, ամոթխածությունից ելնելով, թե ինչ-որ այլ պատճառով, բայց եկեք մենք արձանագրենք, որ
20-30 տարի մեր հանրապետությունում ողողված են տարբեր աղանդավորական կազմակերպություններ, որոնք թիրախային սոցիալական խմբերին համախմբեցին իրենց այդ կառույցների, այսպես ասենք, անդամներ դարձրեցին եւ իրենց զոմբիները դարձրեցին այդ քաղաքացիներին, նրանց զավակներն են մեծացան եւ նրանցից շատերը այսօր մտել են հատուկ ծառայություններ աշխատանքի եւ ասեմ ձեզ, նրանք Նիկոլից առավել Նիկոլ են, նրանք կբռնեն ու կկտրեն հայ հոգևորականի, որը ծառայում է Աստծո տանը, կբռնեն եւ կոկորտը կկտրեն, կարող է եւ ատամներով ծակեն, որովհետեւ դրանք այդպիսի զոմբիներ են եւ զարմանալու որևիցե բան չկա։ Աղանդավորներից խոսեցիք, պատկերացնում եք, ինչ որ աղանդավորական շարժումների դեմ մի բան նախաձեռնվել է, եվրոպական կառույցները ոնց էին իրանց պատրել ու հիմա ինչեր էին արել։ Եվրոպական կառույցները նման պարագայում ոչ թե ոռնոց կդնեին, այլ հենց հիմա արդեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում կգտնվեին, երբ մեր զավակներին մորթում էին, քիմիական զենքերով ոչնչացնում էին այդ պայմանավորված, պարտադրված եւ վաճառված պատերազմի ժամանակ, եվրոպական այդ նույն կառույցները հորդորում էին խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստել, ոչ ավելին։ Ինչևէ, հիմա այդ անասունների անկեղծ ասած ոչ ժամանակ կա, ոչ տրամադրություն կա, սա հայրենական մեծ ազատագրական շարժում է, որը բացառապես պետք է ղեկավարեն Միքայել Աջապանյանը, մեր վեհապարը եւ այնպիսի գործիչներ, ինչպիսին է Սամվել Կարապետյանը եւ մյուսները, ովքեր որ իրենց ամբողջ գործունեության ընթացքում Հայաստանում ոչ տնտեսական գործունեություն են ծավալել, ոչ ինչ-որ տենդերների են եկել մասնակցել, հակառակը, նրանք աշխատել են օտար ափերում, օտար պետություններում, օտար երկրներում եւ այդ իրենց վաստակած գումարներից անպայման փայաբաժին են հանել մեր երկրին, մեր ազգին, մեր եկեղեցուն։ Եկեղեցին Աստծո տունն է եւ մեզ ոչ մեկ թող չասի ես գնացի եկեղեցուն պաշտպանելու կամ վեհապարին, դու գնացել ես ինքդ քեզ պաշտպանելու, քո խղճին, քո հոգուն, քո մտքին, քո մորը, քո զավակին ես դու գնացել պաշտպանելու, քո հավատքն ես գնացել պաշտպանելու, այդ խաչ անելով, մոմ վառելով չի, դա մարդու մեջ է, եթե այդ հավատքը վերացավ, դուք եք վերանալու, իսկ այն խոսքս եմ ուզում շարունակեմ այնտեղ գտնվող եւ մեր հոգեվորականների, մեր հավատավոր ժողովրդի վրա այդպիսի ինչ որ բռնություններ կիրառող այդ հերոսական խմբերին դուք ես ձեզ ցանկանում եմ քաջ առողջություն, քանի որ ձեր զավակը, ձեր մայրը, ձեր քույրը, ձեր թորները, ծորները, կորները նրանք ամբուժելի հիվանդություններով են տառապելու, Աստծո տան վրա եք հարձակվել, Աստծո տան վրա ոտնձգություն եք կատարել, դեմքներդ փակ է, թե փակ չի, վերևում չեք կարող խաբել, չմտածեք, որ դեմքդ փակ է, քեզ չեն ճանաչում, ոչ, ընկերներ, երկնային ուժերը ձեզ բոլորին ճանաչում են, բոլորին, մեզ բոլորին, եւ մեր կատարած քայլերի գործողությունների գնահատականով ենք մենք ստանում Տիրոջից այն ամենը ինչը որ կա, մեկը շուտ, մեկը ուշ, բայց պատասխանը լինելու է, Աստծո դատաստանը ամենադաժանն է, Աստծո դատաստանը ամենախիստն է լինելու բոլորիդ եւ ես որպես հայ ժողովրդի, հայ ընտանիքի ծնված, հայ եկեղեցու զավակ, քրիստոնյա անիծում եմ ձեզ բոլորիդ, ովքեր ոտնձգություն եք արել այսօր մեր եկեղեցու նկատմամբ, դուք սերնդե սերունդ անիծված լինեք, նզովյալ լինեք դուք, և այն ինչ որ դուք եկել էիք, և խայտարակում եք մի ամբողջ ազգի, խայտարակում եք այս Աստծո տունը, որը առնվազն 1700 տարի, թե քանի անգամ պետություն չենք ունեցել, թե քանի դար մեր մասին ընդհանրապես չեն ունեցել տեղեկություն աշխարհում,
այդ եկեղեցին է, որ գիր ու գրականությունը սովորացրել, եկեղեցին է, որ նամուս թասիբա սովորացրել, եկեղեցին է, որ հայրենիքի մասին է մեզ տեղեկատվություն տվել, եկեղեցին է, որ պաշտպանել է, կազմակերպել է, օգնել է, հանգանակել է միջոցներ, որպեսզի մեր ֆիդայական ջոկատները, մեր նամուսով, թասիբով առնական տղերքը, աղբերները պաշտպանեն մեր հայրենի հողը, մինչև ժողովուրդը իրեն կգտնի եւ կանցնի ինքնապաշտպանության ու կունենա հայրենիք։ Եվ ես ձեզ ասեմ, այս թուրքական այս ուզուրպացիան սա նորվա բան չի։ Այս մասին հատուկ եմ ուզում նշել, որ սա ստեղծվել է այն օրվից, երբ հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է։ Ամենամեծ սուտն է դա եղել, որ մեր ժողովրդին խաբել են։ Մեր նախագահներից շատ-շատերը հատուկ թուրքերի համար են իրենց գործունեությունը ծավալել։ Երևի չէ, բացառություն, դա Ռոբերտ Քոչարյանն է եղել, որը որ հստակ իմացել է, որ հայ ժողովրդի թիվ 1 բարեկամը դա Ռուսաստանն է, եւ հարաբերությունները առաջնային պետք է պահել Ռուսաստանի պետության հետ, մյուսների հետ ստեղծել հարաբերություններ, մյուսների հետ ստեղծել, վերականգնել, ճշտել, նստել, խոսել, հասկանալ պատմության էջերը եւ ամեն ինչը, բայց մնացածները բոլորը թակուն թե անթակույց, բոլորը սպասարկել են թուրքական լոբիին եւ նրանց կողմից ամբողջովին ֆինանսավորված են եղել եւ այսօրվա այս հասարակական կազմակերպությունները եւ աղանդավորական կազմակերպությունները հենց դրա համար են ծառայել, որ այսօր բերեն հասնեն այսօրին եւ մենք դառնանք ալամ աշխարհում խայտարակված մի ժողովուրդ, որին պետք է ուղղակի ասել, որ դուք ապրելու իրավունք չունեք, եթե դուք թույլ եք տալիս, որ ձեր սրբությունների հետ այսպես վարվեն։ Գնում ենք Էջմիածին, մնում ենք այնտեղ այնքան ժամանակ, քանի երկիրը ազատագրված չի, քանի մեր բանտերում գտնվող տղաները ազատված չեն եւ երկրում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ։